Ձեր ուժը օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները համարում է ձեռքբերում թե ոչ, եթե խնդիրներ եք տեսնում, ինչ խնդիրներ, Տիկին Կարապետյան, կխնդրեմ դուք պատասխանեք որպես վարչապետի թեկնածու, եւ իշխանության գալու դեպքում օրինակ ինչպես կվարվեք այդ պայմանավորվածությունների հետ, եթե այնտեղ խնդիրներ եք տեսնում։ Ցանկացած ժառանգություն, որը մենք կստանանք, կընդունենք ի գիտություն եւ կշարժվենք այդ կետից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս նոյեմբերի 9-ի համաձայնագիր ասեմ, չգիտես ինչա, հայտարարությունը ստորագրելուց հետո տարիներ շարունակ այդ նույն հարցն էին տալի, որ գաք նոյեմբերի 9-ը ինչ եք անելու։ Նոյեմբերի 9-ը ինքնին կարծես թե չեղարկվեց։ Հետևաբար որևէ մեկը չգիտի, թե այս տեմպերով, որով շարժում է մեր իշխանությունը, մենք իշխանության գալու պայմաններում ինչ ժառանգություն ենք ստանալու։ Ցանկացած ժառանգություն, որը մենք ստացանք, ընդունելու ենք ի գիտություն եւ շարժվելու ենք Հայաստանի Հանրապետության շահերից եւ ճիշտ ճանապարհը ընտրելու ճանապարհով են գնալու, ուրիշ տարբերակ չկա։ Այսօր կանխատեսել, թե այլ ինչ կլինի, բավականին դժվար է, որովհետեւ ոչ միայն մեր իշխանություններն են անորոշության մեջ, այլ նաեւ ամբողջ աշխարհն է ցավոք սրտի խորը անորոշության մեջ։ Հետևաբար բավականին բարդ է լինելու։ Մենք ամբողջությամբ գիտակցում ենք, որ շատ բարդ ժամանակահատվածում ենք այս պատասխանատու գործընթացը սկսել եւ շատ դժվար է լինելու հաջորդ իշխանություններին, շատ դժվար է լինելու, բայց դա միևնույնն է, չի պակասացնում մեր ցանկությունը ունենալ իրապես կայուն, իրավական, սոցիալական, պաշտպանված պետություն, զարգացող պետություն։ Ես վստահ չեմ, որ մենք գիտենք ամբողջ պատկերը, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ կան պայմանավորվածություններ, որոնք կամ դեռ չեն հրապարակվել, կամ բանավոր են ձեռք բերվել, գրավոր չեն գուցե, որտեղ մենք այդպիսի դրվագներ այս իշխանության օրոք տեսել ենք։ Հետևաբար, երբ դու չունես ամբողջ պատկերը, դու չես կարող գնահատել։ Երբ ելակետային տվյալները քեզ համար հասկանալի չեն, դու չունես այդ տվյալները, դու չես կարող գնահատել դա ավելի երկարատև ծրագրով։